Իրան-Իսրայել պատերազմը դադարել է երկկողմ լինել եւ նոր մասնակիցներ է ընդգրկում։ Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ ամերիկյան կործանիչների հարվածներից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահ է հաղթել են այս պատերազմում։ Ամերիկյան ուժերին ապավինած Նեթանյահուն վստահ է, որ Իրանի հետ պատերազմի ֆոնին Գազայում եւս հաղթելու են։ Մինչ Իսրայելը խոսում է պատերազմում հաղթելու մասին, Իրանը հրթիռների նոր, ավելի ուժգին հարվածներ է հասցնում իսրայելական տարածքներին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է շարունակել Իսրայելի նկատմամբ պատիժը։ Սա նրա առաջին մեկնաբանությունն է եղել իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Նա նաև մեկնաբանել է իրեն սպանելու իսրայելական ծրագիրը։ Հենց հիմա պատիժը շարունակվում է։ Սիոնիստական թշնամին մեծ սխալ է թույլ տվել, մեծ հանցագործություն է կատարել, նա պետք է պատժվի, եւ նա պատժվում է։ Նա պատժվում է հենց հիմա։ Ես ծեր եմ, մարմինս անարժեք է։ Ես նստած եմ աթոռին եւ դիտում եմ այս պատերազմը։ Եթե Իսրայելը կարծում է, որ կհաղթի ինձ սպանելով, սխալվում է։ Այս պատերազմը մղում են իրանցի երիտասարդները եւ նրանք կմնան անպարտելի։ Նույնիսկ եթե դուք սպանեք ինձ, դա չի վնասի Իրանին։ Իրանը հիմնված է բարոյականության վրա։ Իրանը աշխարհում ոչ մեկին չի ստրկացնում։ Իրանում ցույցեր են հաջակցություն պետության։ Երկրի հեղափոխության հրապարակում ուսանողական հանրահավաք է կազմակերպվել, որի մասնակիցները պահանջել են համարժեք պատասխան տալ թշնամիներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւս միացել է հանրահավաքին։ Մեր միասնությունը հաղթանակ է։ Մենք միասին ենք քայլում այս ճանապարհով եւ միասին էլ կփրկենք Իրանը, ամբողջ աշխարհին ցույց տալով, որ այս մեծ ազգն անպարտելի է։ Զուգահեռ ԱՄՆ նախագահն է շարունակում իր միկրոբլոգում գրառումներ անել, դիմելով իրանական էլիտային։ Ռեժիմի փոփոխություն տերմինի կիրառությունը քաղաքականապես ճիշտ չէ, բայց եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին մեծ դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չունենա։ Թրամփի ոգևորությունը չեն կիսում ամերիկացիները, երկրում ցույցեր են Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով։ Թրամփը ռազմական հանցագործ է, վանկարկում են ցուցարարները։ Պատերազմի մեջ պաշտոնապես մտնելու մասին հայտարարել են Եմենի հուսիները։ Անսար Ալլահ խմբավորման խոսնակը Իրանին աջակցություն է հայտնել։ Ձեր նավերը հեռու պահեք մեր տարածքային ջրերից։ Մեր բանակը կազմ պատրաստ է եւ այս պատերազմում կանգնելու է Իրանի կողքին։ Երկուշաբթի կեսօրին իրանական բանակը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ եւս մեկ հարձակման մասին։ Իրանը Իսրայելին հարվածելու համար առաջին անգամ Հեյբար հրթիռ է կիրառել։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։